Վալենսիայի խորհրդարանը շրջափակված է Հայաստանի ու Արցախի դրոշներով։ Ագրամունդ Խավիարի Սուլթան կարգախոսներով հարյուրավոր իսպանահայերը բողոքում են ԵԽԽՎ նախագահի ադրբեջանաբեդ քաղաքականության դեմ։ Իսպանացի խորհրդարանականը արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ դատապարտել էր Հայաստանին։ En la frontera por parte de Azerbaiyán contra la región de Karabaj. Պետրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները կարիք ունեն իրականությանը համապատասխանող տեղեկատվության, որպեսզի անհեթեթություններ դուրս չտան։ Ալիևյան խավիարներով սնվող հենց այս քաղաքական գործչի նախագահությամբ կսկսվի ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։ Որպես հրատապ թեմա օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիան։ Ագրամունտ իր նախագահի թերը ճաշտոնը օգտագործելով փորձե պրոադրբեջանական ինչ-որ գունավորումներ տալ։ Պետրո Ագրամունտի բացասական գործոնից բացի ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում հայկական պատվիրակության համար երկրորդ դիմակայությունը Թուրքիայի վարչապետի հետ է լինելու։ Ահմեդ Դավութօղլուն գարնանային նստաշրջանի գլխավոր զեկուցողներից է։ Դավութօղլուի ներկայությունը հոն իբրև վարչապետ, որ պաշտոնական խոսքալ պիտի ունենա, կրնակ պատկերացնում թե ինչ պիտի լա։ Հայկական կողմը խորհրդարանական վեհաժողովի բոլոր քաղաքական խմբերին արդեն ուղարկել է սահմանային էսկալացիայի վերաբերյալ փաստաթղթերն ու նյութերը։ Տեղեկացված է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ Ապրիլի 18-ին Արցախյան հիմնախնդրի թեման կառաջարկվի ընդգրկել գլխավոր օրակարգ։ Եթե անցնի 2 օր անց այն կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։